Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, եթերում Սիրիր մերձավորի հաղորդաշարն է, ես Հասմիկ Ավագյանն եմ։ Այսօր մեր գրքային ճամփորդության եթերում գնալու ենք մի կնոջ փնտրտուքի եթևից, որը մեզ տանելու է Էլիզաբեթ Գիլբերթի կյանքի ճանապարհով։ Ուտել, աղոթել, սիրել, վստահ եմ շատ ընթերցողներ արդեն հասկացան անգամ փնտրտուք բառից հետո։ Սիրով ներկայացնում եմ մեր հյուրերին, որ օգնելու են բացել այս գրքի բոլոր տողատակերը, որքան իհարկե մեր եթերը թույլ կտա։ Նունիկ Ավետիսյան, Զանգակ հրատարակչության խմբագիր եւ Հասմիկ Կարապետյան, երիտասարդ գրող, ստեղծագործող, ողջույն սիրելիներ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ այս իրականում հատկապես հայերեն հրատարակության առաջին տարում բավական աղմուկ բարձրացրած գիրքը օգնելու եք մեզ բացահայտել։ Նունիկ ջան, ձեզ հետ երևի սկսենք, որպես հրատարակչությունում հենց գրքի հետ սերտ առնչված մարդ, ինձ հետաքրքիր է սովորաբար գրողները ունեն, չէ՞, ձեռագիր, որ վերցնում են ինչ-որ անհաջողության պատմություն ու փորձում են այդ անհաջողության ընթացքի վրա կառուցել ինչ-որ մոտիվացիաներ եւ այլն, բայց այստեղ կարծես թե Գիլբերթը չի էլ թաքցնում, որ օրինակ ինքը լավ վարձատրվող հեղինակ է, որ կարող է մեկ գրքի հոնորարով գնալ իր ճամփորդությունը 3 երկրներով ունենալու, այ հետաքրքիր է այս մասին խոսենք, որ բավական ապահովված կին էր, բայց անգամ դա իրեն մեկ է չէր օգնում իր կյանքում։ Շնորհակալ եմ նախ Հասմիկ ջան հրավերի համար, միշտ հաճելի է խոսել գրքերից, բացահայտել գրքերի այսպես ներաշխարը։ Ուտել, աղոթել, սիրելը, այո, տարբերվում է եւ ուզում եմ շեշտել այդ փնտրտուքը, ոնց որ դուք ասացիք, փնտրտուքից արդեն հասկանալի է, որ գրքի մասին, սակայն հենց այդ փնտրտուք բառից ես կցանկանայի խոսեինք հենց գրքի մասին, որովհետեւ այո, բևեռնագրից առաջ հենց դա է կարեւոր, որտեւ պատճառը հետևանքային կապով, այսպես եթե յուրաքանչյուր մարդ իրեն այդ փնտրումի հարցը չտա, այլևս ոչ ուտել, աղոթել, սիրելը չի լինի, այսինքն այդ կարևորը հարց տալն է եւ այո, ինքը ապահովված է, հեղինակը կարող էր մի գրքից հոնորար ստանալ, բայց մարդը, երբ որ մի պահ կանգ է առնում, հասկանում է, արդեն փորձում է հասկանալ իր եսը, հասկանում է, որ կյանքում ապահովվածությունը չէ, որ իրեն ներքին բավարարվածություն պետք է տար։ Հատկապես մենք գիտենք գիրքը ամերիկյան, գիտեք այդ շրջանից սկսած այսօր կանանց նաև այսպես հա մենք կանանց թեման այսպես բանանենք առաջ քաշենք ոնց որ սոցիալական դերերը բազմապատկվել են, կանայք դարձել են բիզնեսմեններ, նաև քաղաքական պաշտոններ, այսինքն այս ամբողջ այս կյանքի սարդոստայնի մեջ մարդը երբեմն խճճվում է եւ թվացial գուցե թե կարիերայի առաջընթացը եւ այլն գուցե ինչ որ պահ հագուրտ է տալիս քո ցանկություններին, թվում է թե ամեն ինչ լավ է, բայց արդյոք դա քո ներքին եսի դա է դու ուզում այս կյանքում։ Այդ հարցը երբ որ առաջանում է, նա հասկանում է, որ իր ամբողջ կյանքը, որ ապրել է իր ամուսնու հետ եւ այն բոլոր հարցադրումները, որ ինքը մինչ այդ արել է իրեն, այսինքն միֆ է եղել եւ պետք է սկսել նորից կառուցել։ Այստեղ ես կցանկանայի մեջբերել հենց ինքը ինչպես ասում է Վիրջինիա Վոլֆի խոսքն է մեջբերում իր ստեղծագործության մեջ, որ կնոջ այդ ընդարձակ մայրցամաքի նման կյանքի վրա մի ստվեր է մեծ անկած, այո, եւ կանանց մի մասը պայմանականությունների, այդ մի մնում են մի ծայրում պայմանականությունների ավանդույթների, այսպես տիրույթում, իսկ մյուս մասը կարողանում է այն մյուս կողմ անցնել, այսինքն կաղապարներից դուրս գալ։ Հիմա այս գրքի գաղտնիքը նաև այն է ըստ իս մեծ վաճառքի եւ հետաքրքրության, որ այն թեման, որ ինքը շոշափում է այդ կնոջ այդ հարց տալու, այդ ազատագրվելու արդյոք դա այն կյանքն է, որ ես ուզում եի ապրել։ Շատ շատերին է հուզում, գուցե շատ շատերը իր նման նստել գիշերները արտասվել են, գուցե այդ հակադեպրեսանտները, հա, իրենք էլ են խմել, բայց այդ համարձակությունը չեն ունեցել իրենց այդ հարցը տալու եւ վերափոխելու իրենց ուղին։ Եվ որտեղից պիտի սկսեր արդեն մենք կանդրադառնանք արդեն ուտել, աղոթել, փուլեր, կյանքի շրջափուլերին։ Բայց այս հարցը բոլոր կանանց, հա, գրականության մեջ ընդհանրապես Մադամ Բովարի բան, այսինքն այդ փնտրտուքի կնոջ փնտրտուքի թեման, նույնիսկ Լիլիթից սկսած այս հրեական բանի, որ գնում է սատանայի հետ, այսինքն իրեն հետաքրքրությունը ինչ որ նոր բանի հայտնագործումն է, այսինքն կին կա, մարդ կա, որ իրեն կարող է այդ հարցը տալ, կին կա, որը խեղդի իրեն եւ երբեք այդ կաղապարից դուրս չի գա։ Կմնա այնտեղ, ունենք այնինչ ունենքի վրա։ Այո,
Եվ այս կետից Հասմիկ ջան, ուզում եմ իրականում նաև խոսենք, այս շատ է չէ կյանքային մասին խոսվում ավելի շուտ, ոչ թե կյանքն է այդ մասին, այլ խոսվում է այդ ապահովված լինելու ձգտման մասին, հա, նույնիկը նշեց բիզնեսների եւ այլն այս ձգտումները բոլոր, որ ավելացել են, բայց իրականում կարծես թե այս գրքով Գիլբերտը մեզ տալիս է հղում, որ երևի թե ապահովված լինելու process-ն այդքան ժամանակատար չէ, որքան ներաշխարհդ կոմֆորտի ու ներդաշնակության բերելու ճանապարհը։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ ամեն բան քեզ հեշտությամբ կարող է տրվել եւ այն ինչին դու ուզում ես հասնել, այսպես մի երկու մտածումներից հետո գիշերային հաջորդ օրը կարող ես հանգիստ իրագործել, չկան խոչընդոտներ, կապեր եւ այլն, այդ ամեն ինչը երբ դասավորում ես, արդեն դու քո կյանքի ուղին, այսպես ասած, գծում ես, բայց այս գիրքը ինչով ինձ գրավեց, նախ նրանով, որ մենք տեսնում ենք հասարակ պատմություն, ուտելիքից հաճույք ստանալը եւ ուտելիքից առաջինը ես ուզում եմ հենց ուտելու այդ պահը շեշտել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ինքը հոգեվոր հաճույք ստանում է նաեւ ուտելիքից։ Ինքը ասում է ես ուզում եմ իմ ամբողջ կյանքում խոսել իտալերեն եւ ուտել իտալական այսպես այո, մենք տեսնում ենք այդ հոգևորը ուտելիքի միջոցով, մինչդեռ ուտելիքը ինքը հոգևորի հետ կապ չունի, չէ՞, եւ այս փոխակերպումը շատ հետաքրքիր է։ Մենք տեսնում ենք մի կնոջ, ով չի թաքցնում իր դժվարությունները։ Տեսնում ենք մի կնոջ, ով փառքի ետևից երբեք չի գնում։ Կան, չէ՞, մարդիկ, որ ասում են ես երբ հոգևոր այսպես հարստություն ստանամ, հետո կորոշեմ ինչ պետք է անեմ, ինքը չի որոշում, ինքը ուղղակի ուզում է ապրել այդ հոգևոր ստացած գիտելիքներով, ուզում է ճանաչել եւ հասկանալ աշխարհի միջոցով այն, ինչը իր ներսում է, որովհետեւ իրականում այստեղ ֆիզիկական ոչ մի բան չկա, այստեղ բոլորն է հոգևոր եւ ուտելը եւ աղոթելը եւ սիրելը։ Աղոթելու համար պարտադիր չէ, որ ծնկի գաս ձեռքերով այսպես աչքերդ փակես ու սկսես աղոթել։ Ինքդ քո մեջ շատ կարևոր է սա, որովհետև ընթերցողների մի քանի կարծիքներ լսեցի եւ շատ են խոսում, որ մենք տեսնում ենք ինչպես են ասում են, հա, ֆիզիկականից մենք գնում ենք դեպի, չէ, այստեղ ամբողջը հոգևոր է, այստեղ ամբողջն է հոգևոր։ Ուտելիքի միջոցով հոգևոր հաճույք ստանալը սա մի ուրիշ բացահայտում է ինձ համար։ Եվ մենք տեսնում ենք, թե հերոսուհին ինչ պատասխաններ է անգամ ստանում ուտելիքի միջոցով, սա բացահայտում է իրականում։ Հերոսին շատ հետաքրքիր է սա առումով։ Համաձայն եմ եւ նաեւ այ Հասմիկի հենց ձևակերպմամբ շարունակեմ, նա կին էր, ով չէր ուզում ունենալ երեխա։ Հենց այս կետից է սկսվում պատմությունը, որտեղից էլ գալիս է ամբողջ շրջադարձային փուլը, բայց հենց նաև այս կետն է, որ ընթերցողների շրջանում ամենաբուրըն արձագանքներն է գրանցել եւ այսպես հիմնականում եթե բացասական որևէ բան այս գրքի մասին կարդում ես, ինչ որտեղ լսում ես, ուրեմն հենց այս կետն է շահարկվում, ճակերտավոր եմ ասում շահարկվում։ Փորձենք նաև սա, հա, հայտել, կսխալվեմ արդյոք, եթե ասեմ, որ հենց իր կյանքի օրինակով եւ իր օրինակով Գիլբերտը փորձում է հենց նաեւ ինչ որտեղ ցույց տալ, որ դա էլ յուրաքանչյուր անհատի որոշելու եւ ազատության հարցն է։ Գիտեք, մենք պետք է հասկանանք առաջին հերթին այդ կինը ինչու էր այդ վիճակում։ Ինքը, քանի որ ինքը ինքնաբավ անհատ չէր ամեն դեպքում, ինքը հոգեվոր, ինքը լավ ստեղծագործում էր եւ այլն, բայց մարդուն ինքն իրեն հասկանալու համար վերջերս եմ ինքս համոզվել, որ մինչեւ դու դեպի հոգեվորը չես գնում, դու ինքդ քեզ չես կարողանում հասկանալ, միայն հոգեվոր ուղին է քեզ կարողանում հասցնել այդ կետին ինքնաճանաչողության։ Եվ այստեղ ինքը իրան չգիտեր եւ ինքը վախենում էր, ինքը ուներ բազմաթիվ վախեր, եկեք ասենք, որ վախը սոսկալի, վախը ամենամեծը նույնիսկ չէ Աստվածաշնչում ամենտեղ մենք լսում ենք իմ սիրած Ջուն վեպում, որ քիչ առաջ մենք խոսում ենք մի վախեցիր, վախը սպանում է բանականություն, այսինքն այդ վախերը տագնապները կործանարար էին իր համար, թեև թվում էր թե արտաքինից ինքը կայացած կին է, ասում է ես մենակ եմ, մենակ, կատարելապես մենակ, այսինքն ինքը սարսափում է, որ ինքը այն մի ամուսնուն թողել է, հետո այն մի սիրեցյալին Դեյվիդին, բայց ինքը կարճում է ուղղակի այդ մարդկանցից, որպեսզի մենակ չէ, ինքը վախենում է ինքը իր հետ առերեսվել ինքն իրեն։
Այսինքն այսպես է տագնապներ, որը յուրաքանչյուր մարդու մեջ էլ կարծում եմ կա, որ վախենում ենք մեր խորքը նայենք, սարսափենք ինքներս մեզնից ինչ հրեշ է մեր մեջ ապրում, հա, ինչ որ առումով։ Իսկ ինչ վերաբերում է այո երեխային, գիտեք, այս գիրքի նաև հետաքրքրությունն է, որ մենք կարող ենք այսպես խիստ առօրեական մեր կյանքից օրինակները բերել եւ կապել գրքին։ Ես խոսել եմ 10 կնոջ հետ, մի անգամից նստած էին եւ ինձ հարց էին տալիս, ինչու ես ամուսնացած չեմ, եւ ես իրենց ասացի, իսկ դուք երջանիկ եք ձեր ամուսնությամբ։ Գիտեք, ամենաողբերգական բանը այն էր, որ նրանցից ոչ ոք չասաց, որ ինքը երջանիկ է։ Դա ողբերգություն էր։ Նրանք այդպես իրենք ոչ այդ կապրեն այդ կյանքը, ինչպես կա մեկ ասում է դե 2 երեխա ունեմ, լավ է, բայց ոչ մեկը չի ասում, որ ինքը որպես կին ապրում է, ինքը երջանիկ է, հա, էությամբ։ Շատ լավ արտահայտություն կա գրքի մեջ, ասում է երեխան դեմքին արված դաջվածքի պես եմ քույր ասած, պետք է մինչև հղիանալը դու հասկանաս դա, գիտակցես։ Եվ այնտեղ շատ լավ խոսքեր կան, որոնք ես միշտ ասում եմ, որ ասում են այդ երեխայի համար, ասում է երեխան ոմանք ունենում են եսասիրությունից, որ իրենց վաղը միսօր մեր իրականություն չի, վաղը միսօր երբ որ խորհուրդ են տալիս երեխա ունենալու, քեզ ջուր տվող լինի, քեզ չգիտեմ, ես ինչ անող լինի, բայց մի րոպե, սիրելիներս, կանգ առեք, երեխան նախ եւ առաջ պետք է լինի մեծագույն սիրո պտուղ։ Գոնե ի սկզբանե, երբ որ դու ուզում ես երեխա ունենալ, պետք է երեխային սկզբից գոնե, գուցե հետո կյանքը բաժանի քեզ այդ մարդուց, բայց ի սկզբանե այդ երեխան պիտի լինի մեծագույն սիրո պտուղ։ Իսկ ով ասաց, որ բոլոր մայրերը, ովքեր երեխա են ունենում, պիտի ունենան։ Ես մայր եմ տեսել, որ ինքը կանգնած իր երեխայի կողքը, երկաթե կարուսելը պտտվում է, ընկնելու է գլուխը խփի, ինքը հեռախոսն է թերթում։ Ես չեմ ընդունում նման մայրությունը օրինակ։ Մայրը պետք է գիտակցի, այդ գիտակցական մակարդակ ունենա։ Հիմա այս կինը գուցե այդ վախերն ուներ, ինքը կկարողանար լինել այդ իդեալական մայրը իր երեխայի համար։ Արդյոք ինքը ապրել էր իր կյանքը այնքան, որ Յունգի խոսքը շատ լավն է, չէ՞, ծնողների չապրած այդ կյանքը մեծագույն բեռը իրենց երեխաների ուսերին, այո, ուսերին, երեխան հետո մեծ ողբերգություն է ապրում, ոնց որ նախատինք դառնա, հա, ես չեմ ապրել, քեզ եմ արել եւ այլն, այսինքն այս հարցերը կան, գուցե ինքը պատրաստ չէր դրան, հասկանում եք, չդժբախտացնելու համար նաեւ երեխային։ Եվ այո, իրական ամբողջ ճամփորդության ընթացքում այնուամենայնիվ երեխա ունենալն էլ մարդու ընտրություն է։ Նա ոչ մեկին չի վնասում իր երեխա ունենալով կամ չունենալով։ Դա իր անձնական որոշումն է, ես այդպես եմ կարծում։ Եվ կարող ենք ասել, որ ընդհանրապես երեխա չունենալու ռոպագանդա չկա։ Այո, այո, դրա շուրջ կառուցվեց սկիզբը, բայց ինքը չի ուզում, Հասմիկ ջան, հազար ներողություն, ախր խնդիրն է, որ դա իր մոտեցումն է, բայց ինքը կողքը զուգակցում է իր մոր կերպարը, որը մեծացրել է երեխաներին եւ ինքը երբեք չի ասում, որ ես եմ ճիշտ, իմ կյանքով ապրեք։ Հենց այդ է ամբողջ հարցը, որ ինքը ասում է իմ մայրը ապրում էր եւ ինքն էլ էր բազմաթիվ զոհողությունների գնացել, հայրս էլ էր գնացել բազմաթիվ զոհողությունների եւ ստեղծել էին այդ հրաշալի ընտանիք եւ մայրս համակերպել էր, բայց նաեւ երջանիկ էր ինքը իր կյանքում։ Այսինքն ինքը նաեւ տալիս է այդ լավ ընտանիքի բանաձևը, քավեցի, որ ընտանիքը կարող է լինել մեծագույն երջանկություն, ինչպես իր քրոջ համար, եւ այո, ընտանիքը մեծագույն երջանկություն է, բայց եթե դու չես այդ կարողանում տեղավորվել, դա չի նշանակում, որ պետք դու լավը չես։ Եվ գանք արդեն այդ չտեղավորվելու արդյունքում նրա ընտրած ուղուն քաղաքներին շատ հետաքրքիր ընտրված։ Ես շատ երկար եմ մտածել, թե ինչքան տիպիկ է ընտրված, հա, թե ինչի համար ուր գնալ։ Եվ նաև ուզում էի հարցնել, արդյոք քաղաքները կփոխեք, իհարկե սրան եւս անդրադարձ արեք, եթե ճիշտ կգտնեք եւ կփոխեիք, բայց հետաքրքիր է քաղաքներին անդրադարձանենք, թե որտեղ ինչքան ճիշտ ու դիպուկ է նա գտնում այն, ինչի համար գնացել է։ Նախքան քաղաքներին անդրադառնալը մի հավելում էլ անեմ, այսպես կհամարձակվեմ, հա, այս միտքը ասել, որ ամեն դեպքում ինձ համար գլխավոր հերոսուհին ինքը չի փնտրում կանացի երջանկություն, որովհետև այս գրքի համար, հա, կանացի երջանկությունը ինքը դեռ շատ այսպես փոքր խնդիր է։ Այստեղ ամենակարևորը դու գտնես քո սեփական հարցի պատասխանը, որովհետև մենք այո, երբ ինքը գնում է Հնդկաստան, այնտեղ լռության ծես չէ կա։ Ճապոնական մի հրաշալի ասացված կա, ասում է լռությունը բոլոր հարցերի պատասխաններն է։ Այս դեպքում մենք տեսնում ենք, որ ինքը իր հարցի պատասխանները ամեն դեպքում գտնում է ոչ թե քաղաքների միջոցով, որովհետև Իտալիա գնա, Ճապոնիա գնա, չգիտեմ, տարբերությունը, այո, այն վրա ասում են տեղը չի փոխում
փոխում մարդուն, ոչ թե մարդն է փոխում տեղին, ամենակարևորը դու քո ներսում, այդ ներաշխարհն է ամենակարևորը եւ այս առումով քաղաքների կուլտուրան, երբ ինքը փոխվում է, այնտեղ ամեն մի քաղաք, ամեն մի երկիր ունի իր ապրելակերպը, ունի իր փիլիսոփայությունը, այս դեպքում ինքը ավելի շատ այսպես նպատակային է գնում։ Իտալիա գնում եմ որպեսզի ինչ բանի համար, այո, Հնդկաստան գնում եմ ինքս ինձ գտնելու փիլիսոփայության համար, բայց մենք տեսնում ենք, որ միջև Իտալիա անգամ գնալ ինքը արդեն ինքն իրեն գտել էր, որովհետև ինքը արդեն ընդունել էր իր խնդիրը, այն ինչը որ կա իր մեջ, իր դժվարությունը բարձրաձայնել էր արդեն լոգարանում, երբ ասում է ես չէի մտածի, որ լոգանից դուրս կգամ եւ իմ կյանքը ուղղակի կփոխվի։ Ինքը արդեն լոգարանում, ինքը արդեն փոփոխությունը իր մեջ այսպես ասած աճեցրել է։ Հողում է, որ դա ընդամենը 1 վայրկյանի եւ պահի որոշում կարող է լինել, փոխել ամբողջ կյանքդ։ Մասշտաբային փոփոխությունները միշտ գալիս են անսպասելի, դու երբեք չես կարող սպասել։ Այդպես օրինակ, ինչպես երկրորդ համաշխարհային չէ պատերազմը, ինքը մասշտաբային փոփոխություն արեց եւ անակնկալ կերպով եղավ այդ ամեն ինչը։ Իհարկե։ Եվ անդրադառնանք երևի թե ամենաշահարկված երկրորդ թեմային, գիրքը ֆեմինիստական կարող ենք անվանել, թե ոչ, բայց բուն ֆեմինիզմի մասին էլի, խոսքը ոչ թե ամեն առիթ անառիթ օգտագործվող լոզունգների։ Չէ, ես գիտեք, ես այդ չէի ասի, ֆեմինիստական գիրքը ուղղակի մարդու հոգու ինքնաբավությունը գտնելու հոգևոր փնտրտուքի թեման է։ Ես իրականում գուցե դուք այդպես չկարծեք, բայց ես շատ եմ արժևորում հենց այն, որ ինքը երբ գնում է, ինքը ասում է պահ գալիս է, որ այդ նայեք, ինքը գնում է այդ ամենին հասնում է աշրամում, տարբեր յոգաների մեդիտացիաների միջոցով է, չէ, փորձում կատարելագործվել, հասնել իր ներդաշնակության ինքն իր հետ։ Շակտի եւ այլն, չգիտեմ, վիպասանա մասնակցում է, չի ստացվում, միտքը չի կարողանում ազատագրվել, որտեվ այո, հոգևոր աճ ապրելը չափազանց բարդ է։ Դու դա մեծագույն դժվարությամբ տարիների չարչարանքի աշխատանքով գուցե քեզ դա տրվի։ Ես 35 տարեկանում առաջին անգամ սկսել եմ գնալ պատարակի եւ հասկացել եմ, որ այդ նույն վերափոխումը հոգևոր առումով հասունացումը, որ լինում է իր հետ, երբ որ ինքը գնում է, իսկ դա ես չեմ ուզում մենք կենտրոնանանք, օրինակ, որ անպայման պետք է մեդիտացիայով, յոգայով զբաղվես, դա հոգևոր հասունացում է յուրաքանչյուրը իր ընտրությամբ, որ ուսմունքով կլինի, հա, ես հասկացել եմ դա, երբ որ գնացել եմ պատարակի, որ ես վերափոխվում եմ։ Ինձ դա տրվում է, երբ որ ես լսում եմ դա։ Հիմա նույնը այս կնոջ հասունացումը, որ ասում եք, ես որոշակիորեն, բայց Իտալիայում ամեն դեպքում այդ առաջնային հաճույքների մակարդակը կա, որից հետո նա հասնում է ինձ համար աշրամում արդեն այդ որոշակիորեն հոգևորը ինքն իրեն հասկանալու հոգևոր աճը, որը աղոթելու առանց աղոթքի չի լինում, չէ՞, այնտեղ մի շատ լավ պահ կա, երբ որ ասում է, ես այլևս չէի աղոթում, աղոթքը ես ինքս էի, այսինքն ինքը հասնում է այդ վիճակին արդեն, որից հետո նոր ինքը կարողանում է գիտակցաբար սիրել, որովհետև սերը արդեն այդ աստվածային, այնտեղ մի պահ կա, որ ասում է ծառը համբուրում է, ինքը հասկանում է արդեն, որ սերը դա ինչ որ մարդուն կապվածությունը չի, սերը համընդհանուր է, տիեզերական է, ծառն էլ է սեր, դու կարող ես նայել ծառին եւ երջանիկ քեզ զգալ դրանով, ինքնաբավ քեզ զգալ դրանով, որովհետև Աստված ամենուր է, ամեն բանի մեջ, եւ այդտեղ ինքը կամած հասնում է վերջում է այդ տղամարդուն արդեն Ֆելիպեին հանդիպում է, սիրում է, սա արդեն Հասմիկ ջան, չէ, այլ որակի, այլ սերա, այլ ընկալում է սիրո, քան մինչև այդ ուղակի սեռական կապվածությունները նախկին սերերի հետ, որոնք իրեն տեսեք կար այդ կիրք ամեն ինչ, բայց հոգևոր առումով հագուրդ չէր տալիս իրան, հա, այսինքն չկար հոգևորի եւ մարմնականի միաձուլում այդ սերերում չկար, իսկ այստեղ մենք արդեն տեսնում ենք այդ Լորենցյան արյան գիտակցությամբ եւ մարմնականի հոգևորի ներձուլումը, այսինքն ինքը հասնում է դրան, աճում է եւ հասնում է ինչ որ ինքնա եւ իրականում հանգիստ կարող է սա լինել տղամարդու պատմությունը, այո, ես չեմ համարում մարդու մասին, այո, մարդու մեզանից յուրաքանչյուրը այս խառնակ ժամանակներում ունի այդ փնտրտուքի կարիքը, գիտեք, կարող եմ ասել, որ 21-րդ դարը ներկայիս ավելի վատ է այդ առումով, մենք շատ ենք տեսնում, օրինակ այս բաները որ կան, բլոգերային կյանքը բան չի, հաճախ երբ որ մարդիկ փորձում են իրենց երջանիկ ցույց տալ, ապրում են երկու աշխարհում, մի աշխարհը այդ իրականությունն է համացանցային, միտեղ նկարում ցույց տալիս, բայց այդ խնդիրը, բայց այդ ամեն ինչի փոխարեն լավ կլինի նայենք մեր ներսը, էլի, եւ այդ 3 աշխարհով շրջապտույտի ժամանակ իրականում ինքը նաեւ շրջապտույտ է կատարում իր ներսում։ Այո, եւ կարող ենք արդյոք
ասել, պնդել, որ գուցե ոչ ամբողջությամբ, բայց գոնե մասնակիորեն մեծ տոկոսով կարողացավ այդ շրջափուլի ընթացքում նա ամեն դեպքում գտնել այն, ինչի ետևից գնացել էր այդ ինքնամաքրման, ներդաշնակության։ Ես կարծում եմ, այո, որովհետև էլի եմ պնդում, լսել եմ բազմաթիվ կարծիքներ, որ դե ես չեմ տեսել, այսպիսի, հա, ճակերտավոր կարծիքներ, ես կարծում եմ, այո, որովհետև ինքը շատ հետաքրքիր հերոսուհի է, ինչ առումով, որովհետև ինքը շղթում է կրոնը։ Ես շատ մեծ ուշադրություն իրականում չգիտես ինչը դարձրեցի այստեղ կրոնական թեմային, որովհետև ինքը սկզբում ասում է, ես ասում եմ չեմ ուզում Աստծուն ասել նա, ասում ամեն ինչ ունի անուն, ես ուզում եմ իրեն անունով դիմել, բայց մենք տեսնում ենք, որ ինքը հոգևորին ուզում է հասնել Հնդկաստանում բուդդայականության այսպես ուսմունքի միջոցով, եթե այսպես կարող ենք ձևակերպել։ Եվ ինքը այստեղ ինչն է հետաքրքիր, որ ինքը իր այս արարքով ասում է, որ կապ չունի ինչ կրոն է, կապ չունի, ընդամենը կա մեկ Աստված, մեկ աղոթք, դա այսպեսի շեշտադրում կա, այո, գրքում կա։ Շղթում է կրոնական, ասում է, որ չկա ժողովուրդ, այդ կրոններ, բուդդիզմ, քրիստոնեություն, նույնը անուն է, որը որ ամեն երկիր իրեն հարմար ձևով այսպես անվանել է ու վերջ։ Այս առումով ինքը շատ հետաքրքիր հերոսուհի է։ Այն թե ինքը գտնում է իր հարցի պատասխանները եւ այն թե հերոսուհին ի վերջո հասկանում է ինքը ինչի համար այսքան ճամփորդություն արեց, ես կարծում եմ, որ ինքը իր հարցի պատասխանները գտնում է։ Եվ գիրքը բնականաբար ունենում է լավ ավարտ, որովհետև վերջում նա ինչ անում, նա շնորհակալություն է հայտնում։ Ասում է ես շնորհակալություն եմ հայտնում ինքս ինձ եւ հետո ասում է մնացածներին, ու այնտեղ արդեն ինքը անուններ է թվարկում։ Այդ երախտագիտությունը դա լավագույնն է, որովհետև ոչ բոլորն են կարողանում անկեղծ շնորհակալություն հայտնել։ Նախ ինքս ինձ, այսպես ինքս ինձ, որ ես ինձ հասցրեցի նրան, ես փոխեցի իմ կյանքը, դա շատ դժվար է, երբ դու փորձում ես լոգարանից դուրս ես գալիս ու որոշում ես, որ պիտի քո կյանքը փոխվի, դա շատ բարդ որոշում է, որովհետև հաջորդում են ինքնախաբեությունները որոշ դեպքերում, հաջորդում են անգամ դեպրեսիոն շրջանը, հաջորդում է մեկուսացումը, որովհետև մենք սա գիրք է 21-րդ դարի մարդու մասին, 21-րդ դարի մարդու պատմություն է, կա ամբող ասվածը, ինքը ամբողի մեջ է անընդհատ, մարդկանց մեջ են, բայց իրենց միայնակ են զգում, այսպիսի դարաշրջանի մասին է այստեղ խոսքը եւ նման համարձակ որոշում կայացնելը բարդ է, բայց իրեն սա հեշտ է տրվում, որովհետեւ ինքը դա արդեն հասկացել էր, գիտակցության այն խնձորը կարմիր, որ Եվան կծում է եւ հասկանում է, որ իրենք մերկ են, այդ գիտակցության խնձորը ինքը արդեն կծեց լոգարանում ու հասկացավ, այո։ Եվ փորձենք ամփոփումից առաջ նաև ընթերցանության առումով հասկանալ արդյոք գիրքը սեռ ունի թե չէ, մեր ժամանակը շատ քիչ է, բայց երկուստ էլ ուզում եմ կարճ անդրադարձ անենք, արդյոք այս գիրքը միայն կանանց ընթերցելու համար է։ Կանանց ընդհանրապես երկու տեսակ կարելի է, էլի ասել, որոնք այս գիրքը կսիրեն, այսինքն այդ համարձակ, այսինքն որ մարդիկ կան, որոնք վախենում են մի քայլ ավելի մտածելուց, այսինքն այդ փակված են, էլի, նկատի ունեմ այդ կնոջը կարող է այս գիրքը դուրս չգալ, բայց այն կինը, որը հա ինչ կարդում եմ, գուցե սիրետ համաձայն չեմ, օրինակ ես կարող եմ շատ տեղերում համաձայն չեմ այդ գրքի հետ, բայց ես կարդում եմ եւ այս գիրքը հենց դա է, որ դու կարդում ես, ինչը գիրքը իմիջիալոց վեբ չէ, գիրքը մենագրություն է եւ դրա համար ուտել, աղոթել, սիրել է, ոչ թե ինչպես ռուսերենում կերաղոտ, այսինքն ինքը ոչ մեկին ոչինչ չի ասում, այս կինը ներկայացնում է մի կյանքի պատմություն, որին դու կարող ես համաձայն լինել, չլինել, բայց այն քեզ մշտապես քեզ կտա մտածելու տեղիք։ Եվ դա է գրքում կարևորը դա է։ Եվ այո 21-րդ դարում, որ ասացիք, մեզանից յուրաքանչյուրին, նաև տղամարդկանց այդ մենության զգացողությունը միշտ բախում է մեր դուռը, այս Տարկովսկին ասում է, որ մենակ չի կարողանում միայնակ երջանիկ իրեն զգալ, երբեք երջանիկ չի լինի, իրեն տալիս է ամբողջային հաճույքներին։ Եվ այս գրքում այդ ինքը հասնում է այն կետին, երբ որ ինքը հասկանում է, որ ինքը երբևէ, որ դուք ասում եք, ինքը արդյոք ասում է, այո, որտեղ ինքը հասկանում է, որ ինքը մենակ չէ երբեք։
ինքը Աստված, հա, այդ ամեն ինչի մեջ է, ինքը գնում է այդ ուղղությամբ, ինչպես դուք ասացիք, ասենք ոչ կրոնական, գնում է դե, բայց կարևորը հասկանում է, որ այդ տարալուծումը կասու ամեն բանի մեջ Աստված կա, ինքը մենակ չէ, եւ անգամ եթե ոչ թե մենակ այդ միայնակ վիճակում էլի նկատի ունեմ, ինքը մենակ չէ եւ իր հարցերի պատասխանները թերևս գտնում է, չեմ կարող ասել տղամարդկանց շատ դուր կգա թե ոչ, այսինքն, բայց այդ որոշակիորեն իրենց էլ է վերաբերում այդ հարցերը, այսինքն հոգևոր հասունացման հասնելու եւ այլն, բայց ես կասեի, որ հա կանայք նախապատվություն կտան գրքին միանշանակ։ Հասմիկ ջան, դուր գալը մի կողմ, արժե որ ընթերցեն։ Բնականաբար, որովհետև այստեղ ինչ ես ասի չէ դուր գալու պահով, որովհետև գիրքը, ընդհանրապես գիրքը իր հասկացությամբ այնպեսին է, որ մենք չենք կարող իր մասին ընդամենը կարծիք կազմել, որ դուրս եկավ, դուրս չեկավ, դուրս եկավ, դուրս չեկավ, այսպիսի կարծիքը արդեն իսկ հասկացնում է, որ գիրքը չես հասկացել։ Գիրքը հետաքրքիր էր ինձ համար էլի եմ ասում, բացահայտում էր հերոսուհին, որովհետև մենք 21-րդ դարում համարձակ չենք, մենք շատ վախեր ունենք, մենք շատ ֆոբիաներ ունենք, ֆոբիան ու վախը այստեղ մի քիչ sense առանձնացնեմ, անընդհատ մտածում ենք, ասեմ, չասեմ, բա որ նեղանա, բա որ չգիտեմ, այսպես այդ բավորերը շատ են։ Եվ այս հերոսուհին մեզ ուղղակի սթափեցնում է, սթափության կոչ է անում իր օրինակելի մտածողությամբ եւ իր օրինակելի ապրելակերպով։ Բնականաբար գիրքը արժե ընթերցել նախ նրա համար, որ հասկանաս ինքդ քո մեջ հասկանաս, արդյոք դու ունես որևէ հարցեր, որոնք անպատասխան են քեզ համար եւ արդյոք դու գտել ես դեռևս, թե դեռևս փնտրտուքների մեջ ես։ Ես կարծում եմ, որ այս գիրքը շատ կօգնի այդ առումով։ Մի հավելում էլ անեմ ձեզ, որ 21-րդ դարում ձեր նշած ամեն բաց թողումների մեջ նաև մենք հոգևոր մեծ անկում ունենք։ Իսկ գրքում ամեն դեպքում կա դեպի հոգևորը գնալու մի ձգտում։ Մեր ժամանակներում մենք ապրում ենք, ես տագնապով եմ նաև մեր օրերին երբեմն ինչքան ենք մենք հոգևորից հեռանում, բարոյազրկվում այսպես նույնիսկ։ Դրա համար դա մշտարդի թեմա է։ Եվ քանի որ մեր հերոսուհին իր պատմությունը ավարտում է սիրո շուրջ, սիրով, երևի թե փորձենք հուսալ, որ այս հաղորդաշարը նաև կդրթի կարդալ եւ ինչու՞ չէ մի քիչ շատացնել սերը Հասմիկ ջան, հենց Սիրիլ Մերձավորի տա նաև իր հասունացումը հոգևոր սկսվում չէ, որ ինքը իր քրոջ որդու համար առաջին անգամ արտասվելով լացում եւ աղոթում է իր քրոջ որդու համար, այսինքն երբ իր եսից դուրս է գալիս, այսինքն աղոթում է մեկ ուրիշի համար, Մերձավորի համար։ Սիրիլ Մերձավորի, այդ Մերձավորի համար աղոթելուց սկսվում է նաև իր հոգևոր ճամփորդությունը, այնպես որ մինչև Մերձավորից չսիրես, դժվար է։ Ոչ մի այլ ճանապարհ չի լինի։ Շնորհակալ եմ, որ այստեղ էիք։ Ձեզ իհարկե ճանապարհում ենք մեր գործընկերների նվերներով Edit Print հրատարակչության կողմից աշխարհի պատերազմը եւ Կյուրոպեդիա։ Վստահ եմ Շնորհակալ եմ։ Ընթերցանության հետաքրքիր ժամեր կունենաք եւ իհարկե Կարապ աուդիո գրքերի կողմից 1 տարվա բաժանորդագրության պրոմո կոդեր, որպեսզի կարողանաք նաեւ լսել սիրելի գրքերը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ այստեղ էիք։ Ձեզ ենք շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, իսկ մենք ավարտում ենք հերթական գրքային անդրադարձը եւ կրկին հանդիպելու ակնկալիքով ասում հաջողություն։